Հրաշալի Աստված եւ իր ներկայությունը այս վայրում եւ ամեն տեղ որտեղ կանչվում այր սուրբ ու պատվական անունը։ Թողես սրտի ասել շնորհակալ եմ Տեր, որ դու փառքով լեցրել ես իմ սիրտս, իմ հոգին, իմ էությունս եւ ես ահա այսօր այս վայրում կանչում եմ քո սուրբ ու պատվական անունը եւ իմ սիրտն ամբողջությամբ բացում եմ քո առաջ եւ ասում ահա ես Կարիք ունեմ քեզ, Տեր Հիսուսի զորավոր անունով, ես հավատում եմ, որ դու կաս եւ որ դու իրական ես եւ որ բոլոր նրանք ովքեր քեզ ընտրում են, դու վարձք ունես տալու իրանց եւ ահա այսօր թող յուրաքանչյուրիս կյանքի մեջ գա քո բարքի ներկայությունը էլ ավելիով եւ որ մենք ամենքս լեցվենք քո շնորհքի ջոխությունով, հոգու զորությունով, խոսքի հայտնությունով, բժշկարար ներգործություններով, քո սքանչելի եւ պատվավոր ներկայությունով, ամեն իրավիճակների մեջ, որ մենք լիարժեք կերպով վայելենք քեզ, քո ներկայությունը, քո խոսքնով Աստված, որ քեզանից վեր դասեցիր, թող որ հայտնապես գա մեր կյանքերի մեջ եւ Տեր Հիսուսի զորավոր անունով ասում ենք շնորհակալ ենք սիրելի Հայր, շնորհակալ ենք Սուրբ Հայր, շնորհակալ ենք արդար Հայր, որ դու ընտրել ես մեզ կանգնելու քո առաջին եւ քո շնորհքի գահի առաջ կանգնելով մենք արտոնություն ունենք Հիսուս Քրիստոսի անունով փառքն ու պատիվը քեզ գոհությունն ու մեծարանք քեզ սիրելի Հայր օրհնում ենք քեզ եւ քո սուրբ անունը այս վայրում Հիսուսի զորավոր անունով ամեն եւ ամեն Իրականում Աստված, որ իր գահին նստած եւ երկիրը, որ իր աթորի պատվանդանն ինքը ակնկալում է, որ երկրից ճշմարիտ հոգում երկրպագություն, գոհություն բարձրանա առ Աստված եւ մենք ամեն մեկս պիտի գիտակցենք, որ կանչված ենք հենց դրա համար, ամեն անկախ նրանից ինչ իրավիճակի մեջ են գտնվում ես ու դու, Աստված շարունակում է իր հզոր բազուկը մեկնել դեպի մեզ եւ մեզ դուրս բերել այն իրավիճակներից, որի մեջ մենք կամա թե ակամա հայտնվել ենք։ Աստված չի դադարում Աստված կոչվելուց, անկախ մեր կյանքում եղող իրավիճակներից, համաձայն ես, եւ ինքն Աստված շարունակում է մեր կյանքում իր փրկարար, բժշկարար, ազատարար ներգործությունը իրականացնելու Հիսուսի զորավոր անունով։ Կարող ես ինքդ քեզ ասել եւ կամ կողքինիդ էլ շեշտես, որ դու Աստծո ժառանգն ես Հիսուս Քրիստոսի շնորհիվ։ Դու Աստծո որդին ես Հիսուս Քրիստոսի շնորհիվ։ Եվ սրանում կացկած չկա, ես ու դու պիտի հստակորեն գիտակցենք, որ այս հրճակումը, այս դավանանքը մենք չենք անում երազելով, որ դա կատարվի, մենք անում ենք համապատասխան Աստծո խոսքի հիման վրա, որովհետև Հիսուս Քրիստոսով մենք Աստծո ժառանգներն ենք։ Ամեն։ Դա փաստում է աստվածաշնչյան բազում համարներ, բայց մենք որոշակիորեն կօգտվենք այսօր այն համարներից, որոնք իրականում այս ամենը փաստում են։ Օրինակ, Գաղատացիների 4-րդ գլուխ 5-րդ համարի մեջ գրված է. Քրիստոսը եկավ նպատակն ասում, որպեսզի փրկի մեզ օրենքի անեծքիցը, գերությունիցը եւ մեզ Աստծո որդիներ դարձնի։ Քանիսդ գիտեք, որ Հիսուսն արդեն եկել է։ Ամեն։ Եվ ինքը խաչի վրա աղաղակեց ասելով, որ կատարված է։ Այսինքն կատարված է այն ամենը, ինչի համար նա եկավ, որովհետև ինքը Տերն ասում է, ահա գալիս եմ ով Աստված, գալիս եմ քո կամքը կատարելու, այնպես ինչպես որ իմ համար գրված է գրքի տոմսի մեջ։ Եվ մենք գիտենք, որ այս գրված խոսքերը
Քրիստոսով իրականություն դարձավ։ Ամեն, ասա կողքինիդ, այս ամենը իմ ու քո կյանքում իրականություն է դարձած։ Քրիստոսը արդեն եկել է եւ խաչի վրա ինքը աղաղակել է ասելով կատարված է։ Այո, կատարված է այս, որ ես ու դու ազատված ենք օրենքից եղող անեծքից, եւ ես ու դու արդեն իսկ դարձել ենք Աստծո որդիներ եւ սրա համար փառք եւ գոհություն մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Ամեն։ Եկեք միասին դիտարկենք ընդհանուր Գաղատացիների գիրքը որոշակիորեն, մասնակիորեն, բնականաբար եւ տեսնենք թե հենց այդ գիրքը ինչ է խոսում հենց որդեգրության մասին։ Գաղատացիների գրքում ենք առաջի գլուխ առաջի համարում այսպես է գրված. Պողոս Քրիստոսի առաքյալ, ոչ թե մարդկանց կողմից դրված եւ ոչ էլ մարդու միջոցով, այլ մեր Տեր Հիսուս Քրիստոսի եւ մեր Հայր Աստծո միջոցով, որն է հարություն տվեց Քրիստոսին մեռելներից։ Ամեն։ Տեսնում ենք այստեղ ինքն առաքյալը շեշտադրում է իր ով լինելը, կոչումը, պաշտոնը, ծառայությունը, հանձնարարականը, որ ինքն ունի եւ իրականացնում է, գրված է, որ այս ամենը Հիսուս Քրիստոսի շնորհիվն է եւ Աստծո կամքի համաձայն։ Ասա Աստծո կամքի համաձայն։ Քանիսներս վստահաբար կարող ենք շեշտել, որ այն, որ ես ու դու կանք, որ այն կոչում, այն պաշտոնը, որ մենք ունենք եւ իրականացնում ենք, այն շնորհները, որ մեզ տրված են Աստծո փառքի համար անելու, դա տրված է Քրիստոսի անունով, Աստծո փառքի համար, Աստծո կամքի համաձայն։ Ամեն։ Եվ ուրեմն դա գիտակցելով պիտի շտապենք, ջանանք, որ այս ամենը լրջորեն ու արդյունավետ իրականացնենք Հիսուս Քրիստոսի անունով։ Իրականացնելը, կատարելն է փաստում եւ շեշտում, որ մենք դա լրջորեն գիտակցում ենք։ Ամեն։ Եթե ոչ, կնշանակի, որ ինչ որ միտեղ մենք դեռ մտածում ենք, դե ինչ որ մեկը ասեց, ինչ որ մեկը դրեց, ինչ որ մեկի կողմից եղան, բայց առաքյալը փաստում է, որ դա ոչ մարդը արեց եւ ոչ էլ մարդու միջոցով եղավ, այլ ինքը Քրիստոսը, Հայր Աստծո միջոցով, որն է հարություն տվեց Քրիստոսին մեռելներից։ Տեսնում ենք այս փոքր համարի մեջ հենց առաջին հերթին առաքյալը շեշտադրում է Քրիստոսի հարությունը, որովհետև ամեն ինչ մենք վերապրում ենք Քրիստոսի հարության շնորհիվ։ Ամեն։ Գաղատացիների, Եփեսացիների, Կողոսացիների եւ ուրեմն Ֆիլիպեցիների գրքում հիմնականում շեշտադրված է Աստծո անմար սերը եւ Քրիստոսի գործունեությունը մեր կյանքերի մեջ։ Եվ թե ինչը Աստված ուզում իրականություն դարձնել կամ արդեն իսկ դարձրել է հենց Հիսուս Քրիստոսի միջոցով ամեն հավատացյալի կյանքի մեջ։ Այս 4 գրքերը հիմնականում կենտրոնացնում են եկեղեցու անդամների հավատքն ու հայացքը հարության Քրիստոսի վրա եւ Քրիստոսի եկեղեցու վրա, որն Աստծո առաջինն է։ Ամեն։ Ուրեմն Եփեսացիների եկեղեցում ներկայացված է, որ Քրիստոսի եկեղեցին դա Քրիստոսի մարմինն է եւ ինքն է եկեղեցու գլուխը։ Դու եւ որպես անհատ եւ որպես փրկագնված միության մեջ լինող դու հանդիսանում ես Հիսուս Քրիստոսի մարմինը, ամբողջացնում ես այդ մարմինը եւ այդ մարմնի գլուխը հանդիսանում է ինքը Հիսուս Քրիստոսը։ Իմանում ես դա մեծ օժտություն է եւ ոչ պակաս պատասխանատվություն, որ յուրաքանչյուրս վարվենք հենց այդ կոչման համաձայն Աստծո առաջին Աստծո տան մեջ։ Ֆիլիպեցիների գրքում ներկայացված է, որ Քրիստոսը ինքը իր անձը ունայնացրեց։ Տեսեք, այստեղ գրված է, եթե հետևեք երկրորդ Ֆիլիպեցիների գլուխ, ուրեմն Ֆիլիպեցիների երկրորդ գլուխ 7-ից 11-ում, այնտեղ կտեսնեք, որ ասում է Քրիստոսը ինքը իր անձը ունայնացրեց։ Ես ու դու սպասում ենք, որ ինչ-որ մեկն ունայնացնի, որովհետև Աստծո խոսքն ասում է, եթե մեկը իր անձը խոնարհեցնի, ես նրան կբարձրացնեմ, բայց քանի որ մենք մեզ բարձրացնում ենք, Աստված մեր դերն է անում, մեզ խոնարհեցնում է։ Բայց այստեղ գրված է Աստված ինքը, Հիսուսը ինքը իրեն ոչ ոք չպարտադրեց, ոչ ոք չստիպեց, այլ հենց ինքը իր անձը ունայնացրեց, ասում է ծառայի կերպարանք հագավ։
Իսկ մենք մտածում ենք ով ենք, մենք գիտես, մենք ով ենք, մենք այս բանը պիտի չան։ Բայց այստեղ ասում է Հիսուսը ինքը ծառայի կերպարանքը ընդունեց իր վրա եւ մարդկանց նման եղավ։ Մենք միշտ փորձում ենք մարդկանցից տարբերվել, բայց այստեղ գրված է նա մարդկանց նման եղավ, մարդկանց պես համարվեց, նա իր անձը խոնարհեցրեց, ունայնացրեց եւ ինքը խոնարհեցրեց։ Կարող ես ասել, որ Տեր օգնիր միջամտիր այս հարցում, որ ես ինքս կարողանամ իմ անձը խոնարհեցնեմ։ Եվ ասում է հնազանդ եղավ։ Այս կետերը կարող ես, եթե այսօր ոչինչ չհիշես այս պատգամից, գոնե հենց այս համարը հիշի, լավ։ Եվ ինքը հնազանդ եղավ մինչ հիմա եւ այն էլ խաչի մահովը, ամենատանջալից մահովը։ Բայց դա արեց, որ ինձ ու քեզ ձեռք բերի, որ ես ու դու կոչվենք Աստծո շարակը։ Շարունակությունում ասում է, եւ հենց դրա համար էլ Աստված նրան բարձրացրեց։ Քանիսներս ենք ուզում, որ Աստված մեզ բարձրացնի։ Այս կետերը կարող ենք վերապրել մենք մեր մեջ, մենք մեր անձերը խոնարհեցնենք, ունայնացնենք, հնազանդեցնենք։ Տեսանք անցած 5 շաբթի օրը, որ Պողոս առաքյալն ասում է, ես իմ անձը պատվական չհամարեցի, որպեսզի կարողանամ Աստծուց ինձ հանձնարարված գործը լիարժեկանամ։ Ամեն։ Եվ ասում է, սրա համար էլ Աստված Քրիստոսին շատ բարձրացրեց եւ նրան մի անուն շնորհեց, որ վեր է ամեն անունից։ Անուն Հիսուսի անունը վեր է ամեն անունից։ Քո ներսում եղող խնդիրների անունը վեր չի Քրիստոսի անունից։ Դու պիտի տեսնես առաջնային անունը քո կյանքում դա Քրիստոսն է։ Հետո նոր քո խնդիրները, բայց գիտես շատ հավատացյալներ սկզբից իրենց խնդիրներն են տեսնում, հետո նոր Քրիստոսին, եւ դա խոսում է այն մասին, որ դու ավելի ես համարում քո խնդիրը, քան թե Քրիստոս անունը։ Այստեղ շեշտադրված է նրա անվան առաջին ամեն անուն պիտի ծունկ ծրի։ Բեր քո ներսում եղող խնդիրը իր անունով, բեր Քրիստոսի առաջին եւ պարտադրի, որ նա ծունկ ծրի Քրիստոսի առաջին։ Եվ դու դավանի, որ Հիսուս Քրիստոսը Տեր է ամեն իրավիճակներում հայր Աստծո փառքի համար։ Նա դիրում է քո կյանքի վրա, քո ընտանիքի վրա, քո երկրի, քո ազգի վրա, քո գերդաստանի, քո ծառայության ամեն իրավիճակի վրա։ Թույլ տուր, որ նա դիրի, դու ես դա անողը։ Նա իրականում այդպիսին է, բայց եկեք որ չսահմանափակենք Աստծո ամենակարող զորությունը մեր մտածելակերպի պատճառով։ Համաձայն ես։ Ամեն։ Եվ ուրեմն Կողոսացիների գրքում ներկայացված է, որ Քրիստոսը ամեն բան ամբողջացնում է իրանում եւ նա ամեն բանի գլուխն է եւ հենց նա է իշխում ամեն բանի վրա։ Ամեն։ Նա իշխում է ամեն բանի վրա, այսինքն անկախ նրանից դու ինչ իրավիճակներով ես անցնում, Հիսուսը իշխում է դրա վրա։ Եթե թույլ տաս, նա քեզ դուրս կբերի, բայց եթե դու փորձում ես քո կարողությունով այդ իրավիճակից դուրս գաս, դու ստիպված կլինես շարունակաբար մնաս այդտեղ, մինչև որ վերջանա քո մարդկային հնարավորությունները, կարողություններն ու ակնկալիքները եւ քո ակնկալիքը լինի միայն ինքը Տերը։ Եվ այն ժամանակ դուրս կգաս այն իրավիճակից, որի մեջ չես ուզենա գտնվես գետ մեկ վայրկյան, բայց դու պիտի թույլ տաս նրան դա անելու։ Նայա Տերը ամեն բանի մեջ։ Գաղատացիների գրքում բացահայտ ներկայացված է, որ Հիսուս Քրիստոսը խաչի մահով, ասախաչի մահով գրված հետաքրքիր է, կարող ես նայել Գաղատացիների 3-րդ գլուխ 13-14, մենք նորից կանդրադառնանք դրան այսօրվա ընթացքում։ Եվ այնտեղ գրված է, որ Հիսուս Քրիստոսը խաչի մահով ամբողջությամբ խափանեց օրենքից եղող անեծքը եւ ազատեց մեզ օրենքի անեծքիցը, որպեսի նպատակը, որպեսի ամեքսել Աբրահամին խոստացված Աստծո բոլոր խոստմունքներն ու օրդությունները ընդունենք հավատքով։ Եվ շարունակում է, եւ Հիսուս Քրիստոսին հավատալով ընդունենք նաեւ Աստծո խոստացված Սուրբ Հոգին։ Ամեն։ Քանիսներս ենք ընդունել Աստծո Սուրբ Հոգին, որպես կնիք մեր կյանքի մեջ։ Դա խոստմունք է Աստծուց, չէ՞ որ դա մենք ընդունել ենք Հիսուս Քրիստոսին հավատալով, ամեն, եւ ընդունելով Աստծո Սուրբ Հոգին մեր մեջ, դա նշանակում է, որ Սուրբ Հոգին ինքը երաշխիքն է, գրավականն է, այն բոլոր խոստմունքների ժառանգության համար, որ Աստված խոստացել է երբևիցե, Աբրահամից սկսած մինչև Հիսուս Քրիստոսով կատարված։ Ամեն։ Ուրեմն պիտի իմանաս, որ այս ամենը Հիսուսով արդեն իսկ իրականացված է։ Մենք փոխանակ թե ջանք անենք, որ արժանանանք այս կարգավիճակին, այլ պիտի գոհությամբ եւ շնորհակալությամբ ընդունենք այս իրավիճակը մեր կյանքում
հավատալով Հիսուս Քրիստոսին ավետարանի ճշմարտությանը։ Երրորդ գլխում ենք Գաղատացիների 25-26-ում այնտեղ ասվում է. Այն պահից, երբ որ Քրիստոսը հայտնվեց մեր կյանքում, որովհետև Քրիստոսն իրականում հայտնվեց եւ այս ամենը իրականություն դարձրեց եւ Քրիստոսի հարության շնորհիվ մենք որդիներ կոչվեցինք, բայց մինչ որ նա չհայտնվեր մեր կյանքում, մենք դա չէինք գիտակցի, լավ։ Ուրեմն այն պահից, երբ որ Քրիստոսը հայտնվեց, մենք այլևս օրենքի կարիքը չունենք։ Շուտ, նայեք ձեր Աստվածաշնչում, գրված է, երբ որ Քրիստոսը հայտնվեց, տես չի գրված, քաղցր ջան, մենք այլևս օրենքի կարիք չունենք, մենք դաստիարակի կարիք չունենք։ Դրա առաջի համարում, որ դու կարդում ես, այնտեղ առաքյալը շեշտում է, որ օրենքը մեզ համար դաստիարակ եղավ, որպեսզի մեզ առաջնորդի եւ հասցնի Հիսուս Քրիստոսին, բայց երբ որ Հիսուսը հայտնվեց մեր կյանքում, մենք այլևս դաստիարակի կամ հենց օրենքի կարիք չունենք, որովհետեւ մենք ամենքս Աստծո որդիներ դարձանք Հիսուս Քրիստոսին հավատալով։ Սա է ավետարանի ճշմարտությունը։ Նայ գրված է Հիսուս Քրիստոսին հավատալով։ Երբեք չես գտնի Աստվածաշնչում, որ գրված լինի օրենքի գործածումով ես ու դու դարձանք Աստծո որդիներ։ Ու փառք Աստծու, որ այդպիսի բան գրված չկա, որովհետև որևիցե մեկս կարող չէր որդիական կոչումը վայելել երկրի վրա եւ կամ ընդհանուր առմամբ երկնքում էլ։ Գրված է, որ Քրիստոսին հավատալով հետևում ես խոսքին, ասա, դու հիմի զարմանում ես, որ դա վերաբերվում է քեզ, հա, դա քո մասին է գրված։ Քրիստոսին հավատալով մենք ամենքս Աստծո որդիներ դարձանք։ Ամեն։ Նայ կողքինիդ ու ասա, Քրիստոսի շնորհիվ դու Աստծո ժառանգն ես։ Դու Աստծո ժառանգն ես։ Ամեն։ Եվ քեզ արժանավայել պահի։ Արժանավայել դու Քրիստոսով Աստծո ժառանգն ես եւ միևնույն ժամանակ Քրիստոսի հետ ժառանգակիցն ես։ Ուրեմն դու պիտի գնահատես Աստծո գործը, որը Քրիստոսով արդեն արված է քո համար։ Ամեն։ Եթե չես ձանձրացել, շարունակենք Գաղատացիների գրքում ենք 1:11-12։ Այնտեղ Պողոս առաքյալը ասում է. Հայտնում եմ ձեզ եղբայրներ, այն ավետարանը, լսեք, հետևեք, հայտնում եմ ձեզ եղբայրներ, հայտնում եմ ձեզ եկեղեցին, այն ավետարանը, որ ես ձեզ ավետարանեցի, դա մարդկային մտքից ծնված չէր, եւ ոչ էլ որևիցե մեկից վերցրեցի, եւ կամ որևիցե մեկից սովորեցի, այլ ինքը Հիսուս Քրիստոսը դա հայտնեց ինձ, ավետարանը, որով մենք դարձած ենք Աստծո որդիներ, դա մարդկային մտքից ծնունդ առած չի, անհնարին էր, որ ինչ որ մեկը նստեր եւ մի հատ լավ ծրագիր մշակեր ու այսպես գրեր ու լրիվ տարբեր դարերում, տարբեր ժամանակաշրջաններում, տարբեր երկրներում, վայրերում, տարբեր մարդկանց միջոցով համատեղվեր այս ընթացքը։ Դրա հեղինակը ինքը Սուրբ Հոգին է։ Ամեն։ Եվ առաքյալն ասում է, որ ես այս ավետարանը, որ ձեզ քարոզեցի, որ հիմա մեր ակաշները լսում են, դա մարդու մտքից ծնված բան չի եւ ոչ էլ մարդուց փոխանցված, այլ հենց ամիջապես Հիսուս Քրիստոսից։ Ամեն։ Ուրեմն կարճի են ավետարանի վրա, կարճի են ավետարանի խոսքից, որը հայտնվել է Հիսուս Քրիստոսով։ Ասա Հիսուս Քրիստոսով։ Ամեն։ Եվ հենց այդ ավետարանի հիման վրա էլ Պողոս առաքյալը մեկ-մեկում գրում էր Գաղատացիներում ենք, մեկ-մեկում գրում էր, որ ես նոր ուխտի առաքյալ դարձամ, որ Աստված ինձի դրեց նոր ուխտի առաքյալ, Քրիստոսի շնորհքով իրակամքի համաձայն, ոչ մարդկային մտքից, ոչ մարդկային կամքից, ոչ մարդկային ջանքերից ու կարողություններից, դա նշանակում է, որ ինչպես այն ժամանակ էլ կային այդպիսիները, այսօր էլ կան, որ մարդկայնորեն կարող են հասնել մի դիրքի, մի կարգավիճակի եւ փոխանակ թե շինություն բերեն Աստծո եկեղեցում, կարան շատ լուրջ ավերվածություններ բերեն մարդկանց եւ եկեղեցու կյանքում էլ։ Ուրեմն մեր կոչման, մեր ծառայության, մեր պաշտոնակատարության միակ հաստատությունը պիտի լինի Հիսուս Քրիստոսը եւ մեր Հայր Աստվածը Սուրբ Հոգու միջոցով։ Որևիցե օտար բան, որ կփաստի
իմ ու քո կոչման ծառայության համար, թե մարդիկ եւ թե իրավիճակներ, սա անկարևոր է, անլուրջ է ու անաստվածային։ Ամեն։ Ով է փաստում, որ դու այդ կոչման մեջ ես, ծառայության մեջ ես, գրված է, որ դա արվեց Հիսուս Քրիստոսով, դա մարդկայինորեն չեղավ։ Առաջի գլուխ 6-9 համարներում Առաքյալն ասում է. շատ եմ զարմանում, որ այդքան շուտ եւ այդքան հեշտ մերժեցիք Աստծո ավետարանը, որ ձեզ կանչեց Քրիստոսի շնորհքի մեջ լինելու։ Առաքյալը Գաղատացիների եկեղեցում կարող ենք այսօր չվերագրել միայն հենց Գաղատացիներին, որովհետև իրանք իրենց ժամանակաշրջանը վերապրել են, եւ դա նշանակում է, որ այսօր էլ շատ եկեղեցիներ կան տարբեր երկրներում, քաղաքներում, գյուղերում, վայրերում, որոնք Քրիստոսի եկեղեցին են համարվում, ամեն, բայց այս խոսքը դարձյալ վերաբերվում է շատ մարդկանց, եւ ասում եմ, որ շատ եմ զարմանում, որ այդքան հեշտությամբ եւ այդքան արագ մերժեցիք Աստծո ավետարանը, որ ձեզ կանչում էր դեպի Հիսուս Քրիստոսի շնորհքի մեջ լինելու, եւ հետեւում եք այլափոխված ավետարանի 7-ը, իմացած եղեք։ Այսինքն եկեղեցին տվյալ դեպքում Գաղատացիներին եւ այսօր շատ դեպքերում այսօր արդեն մեր ժամանակաշրջանում եղող եկեղեցիները կարող են այլափոխված ավետարանի հետևեն, կարող են թե չէ։ Եթե գրված է, ուրեմն շատերս արդեն դրա մեջ կարող ենք հայտնված լինել եւ չգիտակցել, թե դա որտեղից եկավ եւ ինչպես ներթափանցեց մեր մեջ։ Ուրեմն ինչքան պետք է զգոն, արթուն եւ սթափ լինել ավետարանի օրհնությունները վայելելու համար։ Եթե մենք թույլ տանք այս այլափոխված ավետարանին մեր կյանքում գալու, դա մեզ կզրկի աստվածային ամբողջական շնորհքից, լիությունից, ճոխությունից, որը որ նախասահմանված է ամեն հավատացողի համար։ 7 համարն ենք կարդում. իմացած եղեք, որ ուրիշ ավետարան չկա։ Կողքինիդ ասա, իմացած եղեք, որ ուրիշ ավետարան չկա։ Բայց լսի, շարունակությունում խոսքն ասում է, բայց կան ոմանք, որոնք պղտորում են ձեր մտքերը։ Հիմա տեսեք, քանիսների մտքերն են պղտորված։ Լսեք, ասում է, ուրիշ ավետարան չկան, բայց կան ոմանք, որոնք ուզում են պղտորել ձեր մտքերը։ Միտքը պղտորվում է այլափոխված ավետարանով։ Եվ ասում է, որ կամենում են նենգափոխել Քրիստոսի ավետարանը։ Ուզում են ձեր մտքերը պղտորել նենգափոխված ավետարանով։ Ուրիշ ավետարան չկա, չի էլ կարող լինել, բայց ասում է ավետարանը նենգափոխում են ձեր մտքերը պղտորելով։ Լսեք, ուրեմն դա նշանակում է, եթե որևիցե մեկը ոչ ճիշտ, ոչ ճշմարիտ, ոչ այն ավետարանը, որ առաքյալն է մատուցում մեզ, եթե ընդունում ենք այս այլափոխված ավետարանը, մեր միտքը գրված է պղտորվում է։ Կան չէ մեծերը, որ խոսում են երիտասարդների հետ, որի հանկարծ երիտասարդները ամուսնության այսպես միտք են արտահայտում, ասում, արա միտքը պղտորված չի հո։ Այսինքն, այդ առումով պղտորված, այսինքն, բայց տես, եթե մենք խոսում ենք մի բան, որ մեր համար պատրաստված չի Աստծո կողմանը, ես չեմ ասում ամուսնությունը պատրաստված չի, ես ուղղակի օրինակ ասեցի, որ մեծերն էլ անգամ շեշտադրում են այս միտքը, որ այս մարդկանց միտքը պղտորված է, եւ այստեղ ավետարանն էլ շեշտում է, որ ձեր մտքերը արդեն պղտորված են, երբ է պղտորվում մարդու միտքը, երբ որ ընդունում է օտար ավետարան։ Լսին, եթե քո միտքն ամբողջությամբ Աստծո առաջին ուղիղ չի, եթե քո միտքն ամբողջությամբ չի համապատասխանում Աստծո ճշմարիտ ավետարանին, քո միտքն արդեն պղտորված է։ Պղտորված է այլախառն ավետարանով։ Սրա համար էլ միտքը պղտորվեց, այսինքն թե նաև ամբողջ սովորություններ, բնավորություններ, համոզմունքներ, սկզբունքներ այլախառն դարձան։ 8-ը, հետևում ենք, 1-8, բայց եթե մենք էլ, առաքյալն ասում, եթե մենք էլ կամ երկնքից մի հրեշտակ էլ գա եւ մեր քարոզած ավետարանից ուրիշ ավետարան քարոզի, ինչ լինի? Նզովված լինի։ Առաքյալն ասում է մարդ թե հրեշտակ,
Եթե անգամ մենք էլ գանք, դա նշանակում է, որ ինքն իր վրա այդպես վստահ չէր, որովհետև Սուրբ Հոգին էր, որ այս ավետարանը բերում էր իր միջոցով, եւ ինքը ավետարանի ճշմարտությունը, լսեք, ավետարանի ճշմարտությունը իր անձիցը վերա գնահատում եւ ասում է, եթե ես էլ ուրիշ ավետարան քարոզեմ, թող նզովված լինի, դա լինի մարդ կամ հրեշտակ։ Ինը շեշտում է, եւ ես ասեցի եւ դարձյալ շեշտում եմ, որ ով որ գա եւ մեր քարոզած ավետարանից ուրիշ ավետարան քարոզի, նզովված լինի։ Տեսեք, ինչքան վտանգավոր է ուրիշ ավետարանին տեղ տալը։ Ուրիշ ավետարանին միտք բացելը տեղ տալը, դա նշանակում է անեծքին տեղ տալը։ Իսկ անեծքը այն չի, որ մարդու գլուխը միշտ պատին կպնի։ Անեծքն այն է մեծագույն անեծքը, որ մարդը զրկվում է աստվածային օրհնության իրական ներկայությունից, որովհետև ամենամեծ օրհնությունը դա Աստծո ներկայությունն է։ Իրան շոշափելի վայելելը, իր սիրո քաղցրությունը ճաշակելը, իր շնորհքի առատությունը վերապրելը ազնական եւ ընտանեկան կյանքի մեջ։ Համաձայն ես։ Ուրեմն տվյալ ժամանակաշրջանում հուդայականությունը ոչ միայն մերժում էր ավետարանի բուն ճշմարտությունը եւ արժանահավատ լինելու համար ավետարանի արժանահավատությունը, այլ նաեւ մերժում էր, հիմնականում մերժում էր ճշմարիտ ավետարանը բերող հեղինակին, որը Պողոսն էր տվյալ դեպքում լավ Սուրբ Հոգու միջոցով, բայց մերժելով Պողոսին, մերժում էին նաեւ Սուրբ Հոգու բերած ճշմարիտ ավետարանը։ Ուշադիր ես։ Ուրեմն մերժել ավետարան նշանակում է մերժել Քրիստոսին, Աստծուն եւ Աստծո շնորհքը։ Եվ այնպես է եղել, որ այս հուդայականները գաղատացիների եկեղեցում, գաղատացիների երկրում, այսպես տարածված եկեղեցիներում արդեն կարողացել էին մի այսպես համոզմունք ձևավորել կեղծ ու հնարովի համոզմունք ձևավորել եկեղեցու մեջ, որ իբր թե Պողոս առաքյալը ինքնակոչ առաքյալ է, որ իբր թե Պողոս առաքյալը հանձնարարական չունի Աստծուց, որ եկեղեցին մերժեր ու չընդուներ առաքյալին բերած ճշմարիտ ավետարանչությունը։ Եվ այս դրա համար էլ Պողոս առաքյալը հերթական անգամ այստեղ կրկնում է, որ ես մարդու կողմից դրված չեմ, որ ինձ Աստված է կարգել Քրիստոսով, որ Աստված է ինձ հանձնարարել այս ավետարանը, մարդուց չսովորեցի այս ավետարանը, այլ ինքը Տերը տվեց, բառացիորեն ինքը շեշտում է, մերժելով ինձ, դուք մերժում եք այն ավետարանը, որ Հիսուս Քրիստոսը բերել է որպես շնորհք ողջ մարդկության համար։ Ամեն։ Նկատում եք, որ եթե այն ժամանակ նման կարգավիճակներ կային, դուք կարծում եք, որ հիմի զերծ ենք այս իրավիճակներից, ես կասեի ոչ, ավելի լուրջ եւ ավելի կարեւոր է, որ մենք հիմի կենտրոնանանք ճշմարիտ ավետարանի վրա, որովհետեւ ժամանակների իրավիճակների մեջ ինչ որ բան եկեղեցին, ինչ որ բանում գնացել է փոխզիջման։ Օրինակ, Սուրբ Հոգու դերը այսօր եկեղեցիներում տանում է փիլիսոփայությունը, գաղափարախոսությունը, մարդկային համոզմունքները, փորձառությունները, դա արդեն ավիրվածություն է Քրիստոսի եկեղեցու մեջ, համաձայն եք։ Երկրորդ գլխում են Գաղատացիների գրքին եւ 4:5-ում ենք կարդում. Կան ոմանք, առաքյալն ասում, որ ներթափանցեցին եւ սողոսկեցին Քրիստոսի եկեղեցում որպես լրտեսներ, նրանք կեղծ ու սուտ եղբայրներ են, որոնց մեկ վայրկյան անգամ պետք չի ականջ դնել նրանց, որպեսի մեր քարոզած ավետարանի ճշմարտությունը հաստատուն մնա ձեզանում, լսին, քանի վայրկյան, քանի ժամ, քանի օր ու ժամանակաշրջանը, որ դու տեղիք ես տալի ականջ ես դնում ինչ որ մեկերի բերած ավետարանի, որը բուն ավետարանը չի, այո, ավետարանից խոսել, դա չի նշանակում ավետարանը խոսել։ Համաձայն եք։ Գնացեք, տեսեք, բոլորը, ովքեր որ պայծառատեսություն են անում, գուշակություններ են անում, գաղափարություններ են անում, Աստվածաշունչը դրած է իրանց առաջին, ալա մի բան էլ ձեռները կդնեն Աստվածաշնչի վրա, կերթվեն ու Հիսուսի անունով կխոսեն, իբր թե Աստված է որ ասում։ Ուրեմն տեսեք, կան ոմանք, հասական ոմանք, առաքյալը չի թաքցնում դա,
որ ներթափանցեցին Քրիստոսի եկեղեցի, սողոսկեցին Քրիստոսի եկեղեցի, որպես լրտեսներ, եւ նրանք կեղծ ու սուտ եղբայրներ են, որոնց մեկ անգամ չարժի ականջ դնել, ինչի, որպեսի մեր քարոզած ավետարանի բուն ճշմարտությունը հաստատուն մնա։ Քանիսներս ենք ուզում ավետարանի ճշմարտությունը հաստատուն մնա։ Գիտես 5 գրամ թույնը կարող է 100 լիտր գինին թունավորի։ Եվ եթե դու լսում ես ավետարանի բուն ճշմարտությունը 1 օր, 2, 3, բայց հետո ինչ որ միտեղ լսում ես մի բան, որ իբր ավետարանն է, բայց նրա մեջ կա թույն, կեղծիք, քո ամբողջ լսածը դառնում է կեղծիք, որովհետև հիմք չկա դրա մեջ։ Դրա համար ասում է, որ չարժի նրանց ականջ դնել։ Նպատակը, որպեսզի ասում է, մեր քարոզած ավետարանը հաստատուն մնա ձեր մեջ։ Քանիսս կարող ենք վստահաբար ասել, մի բարձրացա։ Քանիսս կարող ենք վստահաբար ասել, որ իմ մեջ Պողոսի եւ մյուս առաքյալների բերած ավետարանը հաստատուն եւ ամփոփող համանացած։ Այդ ամենի համար փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Առաջի Կորինթացիների գրքում ենք 15:1-ից 4-ում այնտեղ գրված է այսպես. Եղբայրներ, երբ որ գրված է եղբայրներ, դա նշանակում է եկեղեցին, լավ։ Այնպես որ քույրերը չմտածեն այդ իրաց չի վերաբերվում։ Եղբայրներ, հիշեցնում եմ, այսինքն ամբողջ եկեղեցին, հիշեցնում եմ ձեզ այն ավետարանը, հիշեցնում եմ ձեզ այն ավետարանը, ուզում ասի ձեր միտքն եմ բերում այն ավետարանը, ձեզ կենտրոնացնում եմ այն ավետարանի վրա, որը դուք ընդունեցիք մեզանից, որի մեջ էլ կանգնած եք, որով էլ կփրկվեք, լսեք, եթե իհարկե ամփոփող պահեք այն, որ մենք ձեզ քարոզեցինք։ Այլապես, հետևում ես խոսքին, գրված է այլապես իզուր հավատացած կլինես։ Պաստորեն, մարդը կարա մի 50 տարի, 100 տարի գա եկեղեցին, ինչ որ կերպով հավատում է Քրիստոսին, բայց ոչ հիմնարար ճշմարտության հիմքի վրա, ոչ այն հիմքի վրա, որ առաքյալներն են քարոզում, այլափոխել են, որտեղ այստեղ առաքյալը ասում է, եթե ամուր պահեք այն, անխախտ պահեք այն, առանց աղավաղելու պահեք այն, որ ես ձեզ քարոզեցին։ Հարց, ես ու դու կարողանում ենք իրականում այդ ավետարանի բուն ճշմարտությունը անխախտելի պահենք մեր կյանքերի մեջ։ Այլապես ասում է, իզուր կլինի ձեր հավատքը։ Ես փոխանցեցի ձեզ հատկապես այն շարունակում առաքյալը, որ ես ինքս ընդունեցի, որ Քրիստոսը մեռավ մեր մեղքերի թողության համար եւ երրորդ օրն էլ հարություն առավ սուրբ գրքերի հիման վրա։ Ամեն։ Սուրբ գրքերի հիման վրա։ Առաքյալը ասում է, ինչ որ ես ընդունել եմ, այն եմ քարոզում։ Ինչ որ ինձ դուրս բերես գերությունից, այն եմ փոխանցում։ Այն ինչ որ Հիսուսը ինձ փոխանցեց, ես այն եմ տալի ձեզ։ Դա մարդկային մտքից ծնված ավետարան չի, մարդուց վերցված փոխանցած ավետարան չի, այլ այդ ավետարանը փոխանցվել է Հիսուս Քրիստոսով։ Ամեն։ Հալելույա։ Գաղատացիների գրքում ենք 3:26։ Եվ ավետարանի հիմնական ճշմարտությունը կայանում է սրանում 3:26 Գաղատացիների գիրք ասվում է. Դուք ամեկտել Աստծո որդիներ եք Հիսուս Քրիստոսին հավատալով։ Լսեք, առաքյալն ասում է, դուք ամեկտել Աստծո որդիներ եք Հիսուս Քրիստոսին հավատալով։ Կարծում եք ինչի է դա գրել Գաղատացիների գրքում, որովհետև հուդայականությունը գալիս է հուդայականության մեջ եղող եղբայրները, ներս խցկված, սողոսկած, թափանցած եղբայրները գալիս էին Պողոսից հետո այդ եկեղեցիները եւ տարածում էին, եթե ուզում ես Աստծո որդի կոչվես, օրենքի կետերը պիտի պահես, օրինակ թլպատությունը, ծիսակատարությունները, եւ հիմա այստեղ առաքյալը փաստացի հստակորեն դարձյալ շեշտագրում է, որ դուք ամենքդ էլ Աստծո որդիներ եք, ոչ թե օրենքի կատարումներով կամ գործերով, այլ Հիսուս Քրիստոսին հավատալով։ Ձեր մոտ կա դες գրված։ Դուք ամենքդ Աստծո որդիներ եք Հիսուս Քրիստոսին հավատալով, ոչ թե օրենքի կետերը կիրառումով, այլ Քրիստոսին հավատալով։ Ու փառք Աստծո, որ օրենքի կիրառումով չի, որ մարդը պիտի դառնա Աստծո ժառանգ, այլ հավատքով, ասա հավատքով։ Հավատքով։ Բայց ավետարանի հիման վրա եղող հավատքով։ Ամեն։ Բայց առաքյալների բերած խոսքի հիման վրա եղող հավատքով։ Ամեն։ Ուրեմն
տեսնում ենք, որ հին ուխտը մարդուն համարում է հին ստեղծագործություն։ Հին ուխտը, հին կտակարանը մարդուն համարում է հին ստեղծագործություն, եթե դու դրա մեջ ես, դու դեռ հին ստեղծագործություն ես։ Բայց ավետարանը, նոր ուխտը, Քրիստոսի միջոցով վերածնված մարդուն համարում է նոր ստեղծագործություն։ Ամեն, որն ես նախընտրում դու։ Հալելույա։ Երկրորդ Կորինթացիների 5-րդ գլուխ 17 համարի մեջ այսպես է ասում. մենք բոլորս, որ Քրիստոսի մեջ ենք, դա վերաբերվում է քեզ։ Այն ամենքը, ովքեր որ Քրիստոսի մեջ են, նրանք նոր արարած են։ Ամեն։ Նոր ստեղծագործություն, որովհետև նոր ուխտը բերեց Քրիստոսին, նոր ուխտը հայտնեց, ավետարանը ներկայացրեց Քրիստոսին, ամեն, եւ երբ որ մենք մտնում ենք Քրիստոսի մեջ, ովքեր որ Քրիստոսի մեջ են, նրանք նոր արարածներն են, նոր ստեղծագործություն, որովհետև գրված է հինը անցավ, ամեն բան նոր եղավ։ Հինը անցավ, միայն նա չի, որ երեք էր։ Հինը նա չի, որ քո հին կյանքն էր։ Հինը նա չի, որ քո հին մտածելակերպն էր։ Հին կտակարան, նոր կտակարան, եւ այստեղ շեշտադրված է. հինը անցավ, ամեն բան նոր եղավ։ Նորը եղավ նոր կտակարանի, Քրիստոսի հարության շնորհիվ, ավետարանի բերած շնորհքի շնորհիվ նոր եղավ։ Քանիսներս ենք ուզում նոր բան լինի մեր կյանքում։ Հնով չի լինի։ Նորով պիտի լինի։ Այստեղ փաստացի շեշտադրված է. ամեն բան նոր եղավ։ Նորը եղավ Հիսուս Քրիստոսի միջոցով։ Բոլոր նրանց համար, ովքեր գտնվում են Քրիստոսի մեջ։ Դու հենց նրա մեջ ես, որ կաս։ Ուղղակի ինձ ու քեզ պետք է որ այս համոզմունքը ձևավորվի մեր ներսում։ Շատ լավ։ Առաջի գլխում ենք երկրորդ համարում Պողոս առաքյալը գրում այսպես. մենք քննարկում ենք առաջի գլխի առաջի համարը։ Հիմա քննարկում ենք առաջի գլուխ երկրորդ համարը։ Պողոս առաքյալը գրում այսպես. գրում եմ ձեզ Գաղատիայի եկեղեցիներին եւ ասում եմ ձեզ, որ ինձ միացած են բոլոր եղբայրները, ովքեր ինձ հետ են։ Հալելույա։ Այստեղ Պողոս առաքյալը փաստում եւ շեշտադրում է ասելով, որ այն ինչ որ ես ձեզ հիմա գրում եմ, այս բոլոր եղբայրները, որ ինձ հետ են այստեղ, վկայում եւ հաստատում են, որ իմ գրվածները, իմ ասածները ճշմարիտ են եւ նրանք բոլորն նույն համակարծիքն ունեն այս գրված խոսքերի համար։ Ամեն։ Այստեղ տեսնում ենք, որ Պողոս առաքյալը իր հետ եղող եղբայրներին այս գրքի համահեղինակն է դարձնում։ Ինքն ասում է, ոչ միայն ես եմ այս կարծիքը ուրեմն ընդունում կամ փոխանցում ձեզ, այլ իմ հետ եղող բոլոր եղբայրները, եւ մենք գիտենք ասելով, որ իմ հետ եղող բոլոր եղբայրները ի նկատի ունի նորադարձները։ Ի նկատի ունի բոլոր այն ձեռնադրված առաքյալների միջոցով ձեռնադրված եւ հաստատված ծառայողները, որոնք որ ոչ թե որպես լրտես էին Սողոսկե եկեղեցին, այլ Քրիստոսի սիրո շնորհիվ։ Ամեն։ Ասում է, որ նրանք համակարծիք են այն ամեն բաների, որ ես ձեզ գրում եմ։ Հիմա որ մենք կարդում ենք Գաղատացիների եկեղեցում գրված գիրքը, դա նշանակում է կարդում ենք այն խոսքերը, որ ամբողջ առաքյալները համահունչ ընդունում եւ հաստատում են, որ այս խոսքը ճշմարիտ ավետարանն է։ Ամեն։ Երրորդ համարում գրված է. շնորհք լինի ձեզ եւ խաղաղություն մեր Հայր Աստծուց եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսից, հալելույա, ամեն։ Ամեն։ Շնորհքը դա մեր Հայր Աստծո եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի լիակատար ներկայությունն է մեր կյանքում, որ մենք վայելում ենք։ Դրան ասում են մեկ բառով շնորհք։ Շնորհքը մի բան չի, որ դու ուղղակի ասես ես շնորհքի տակ եմ եւ ինչքան անշնորհք բաներ կա կարողանաս անես ու ծածկես շնորհքի տակ լինելով։ Շնորհք այսինքն թե որ ես ու դու լիարժեք վայելում ենք Հայր Աստծո եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի իրական ճշմարիտ շոշափելի ներկայությունը։ Ամեն։ Շնորհքը դա այն է, որ Աստված մեզ տվել է արտոնություն, առավելություն, որ մեր անձեր ինչպես որ կա, բերենք Աստծո ներկայության մեջ։ Շնորհքը մեզ տանում է Աստծո ներկայության մեջ եւ միևնույն ժամանակ մենք վայելում ենք Աստծո ներկայությունը անխափան կերպով։ Շնորհքը դա մի բան է, որը կոչվում է Աստծո զորության կարողություն, որով էլ մենք կարողանում ենք արդյունավետ գործել այն հանձնարարականը անեն արդյունավետ, որ Աստծուց մեզ հանձնարարված է։
Ամեն։ Եթե դու փաստում ես, որ Աստծուց դա քեզ հանձնարարված է, ապա շնորհքը քեզ դարձնում է կարող այդ ամեն բաները անելու համար։ Եթե շեշտում ես, որ Աստծուց է հանձնարարված, բայց դու անկարող ես դա անելու, դա քո միտքն է, քո կարծիքն է, որովհետև Աստծուց հանձնարարվածին Աստծուց տրված է աստվածային շնորհք լիակատար եւ ամբողջապես արդյունավետ գործելու Աստծո գործը։ Մենք ասա ամեն։ Ամեն։ Հալելույա։ Տեսեք դուրսը մարդ չկա կանչեք ասի ամեն։ Եվ առաջի Կորինթացիների գրքում ենք 15-10 այնտեղ գրված է։ Հետևեք խոսքին։ Պողոս Արաքյանն ասում է հիմա ես ինչ որ եմ, ինքն ինքնատիպ վատ առումով ինչ որ եմ, ինքնատիպ ունի ինչ որ ես անում եմ, ինչ որ ես կամ, որտեղ որ կամ իրա կոչման, պաշտոնի, օծության, ծառայության մեջ ասում է ինչ որ եմ, ես Աստծո շնորհքին եմ պարտական, շատ եմ սիրում այս հատվածը։ Ես Աստծո շնորհքին պարտական եմ, որովհետև այն ինչ որ ես կամ Աստծո առաջին դա իր շնորհքն է։ Ես ինձանով բառացի ասում եմ, ես ինձանով չկարողացա դա ձեռք բերեմ, ես չկարողացա դա ձեռք բերեմ գամաղելի ոտքերի առաջ սովորելով, չկարողացա դա ձեռք բերեմ մարդկային իմաստությամբ, գաղափարախոսությամբ, փիլիսոփայությամբ, այլ դա Աստծո շնորհքն արեց ինձ։ Ամեն։ Ես պարտական եմ Աստծո շնորհքին։ Եվ վստահ կարող եմ ասել, տեսեք ինչ է վստահ ասում, որ Աստծո կողմից ինձ տրված շնորհքը ապարդյուն չանցավ, իզուր ու անտեղի չեղավ, եւ այն ինչ որ ես արեցի, ինքս չարեցի, այլ իմ մեջ բնակվող Աստծո շնորհքն արեց։ Կարող ենք այս վստահությունը ես ու դու ասենք, որ Աստծո շնորհքը իմ մեջ ապարդյուն չեղե, իզուր չեղե, որովհետև Աստծո շնորհքն եղավ իր կյանքում, որտեղից ուր բերեց, լավ։ Աստծո շնորհքն է, որ մենք ապաշխարեցինք խավարից եկանք լույսը, ամեն։ Բայց նաև Աստծո շնորհքն է, որ մենք մեր կոչման, պաշտոնի ծառայության մեջ արդյունավետ, օգտակար, լիարժեք լինենք Աստծո առաջին եւ ապրենք աստվածավայել կերպով, ամեն։ Եթե մենք դա ասում ենք, բայց դա չենք անում, նշանակում է շնորհքը կարծես մեր կյանքում իր արդյունքը չի թողել, անիմաստ է եղել, ապարդյուն է եղել։ Քեզ ուզում եմ քաջալերեմ եւ կոչ անեմ, որ ապրիր եւ գործիր այնպես, որ կարողանաս ինչ որ կերպով ասես, որ իմ մեջ եղող շնորհքը անարդյունք չեղավ։ Ամեն։ Որտեղ այն ինչ որ ես արեցի, դա ես չէ, այլ ինքը Աստծո շնորհքն արեց ինձանում։ Այդ դա տեսանք շնորհքի առումով, որտեղ ասում է շնորհք եւ խաղաղությունը ձեր հետ լինի մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի եւ Հայր Աստծո միջոցով։ Ամեն։ Եվ իմ այստեղ տեսնում եք, որ Աստծո խաղաղությունը, Աստծո խաղաղություն։ Աստծո խաղաղությունը ըստ Ֆիլիպեցիների 4:7-ի ամեն մտքից վեր է, ամեն հասկացողությունից վեր, եւ Աստծո խաղաղությունը մեր ամեն քիչ միտքը եւ սիրտը դնում է Հիսուս Քրիստոսի մեջ։ Եվ սա մի պատվական կարգավիճակ է, որը մենք ձեռք ենք բերում Աստծո շնորհքը ընդունելու արդյունքում։ Ամեն։ Եվ եթե նշանակում է, որ Աստծո շնորհքը մեր մեջ անարդյունք չի, դա նշանակում է, որ ես ու դու պիտի վայելենք Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, եւ այդ խաղաղությունը մեզ տանում է Հիսուս Քրիստոսի մեջ լինելու։ Ամեն։ Գաղատացիների երկրորդ գլխում ենք 21 համար։ Պողոս Արաքյանն ասում է. Ես Աստծո շնորհքը չեմ մերժում, չեմ անարգում, չեմ անտեսում։ Ինքն ասում, մենք կարող ենք այս խոսքն անգիր կարդալ, բայց միևնույն ժամանակ մերժենք, անարգենք եւ անտեսենք։ Այստեղ գրված է ես չեմ անարգում Աստծո շնորհքը, չեմ մերժում եւ չեմ անտեսում, ինչի որովհետեւ գրված է, որովհետեւ պատճառն ասում։ Եթե կարելի լիներ, որ մարդը օրենքի գործածությունով արդարանալ, ուրեմն Հիսուսը իզուր մեռավ։ Ես Աստծո շնորհքը չեմ անարգում, որովհետեւ
գիտակցում եմ, առաքյալը ասում է փաստացին, ասում է, որ գիտակցում եմ, որ անհնարին էր, որ Աստծո շնորհքը գործածելով ինչ որ մեկը արտոնություն ունենար կանգնելու Աստծո գահի առաջ, որպես որդի, կամ որ արդար որպես։ Եթե մեկը լիներ, որ գործածելով Աստծո շնորհքը օրենքը կարող էր արդարանալ, կնշանակի Հիսուսը իզուր մեռավ։ Քանիսներս ենք վստահ, որ Հիսուսն իզուր չի մեռել։ Ուրեմն դրանով հաստատում ենք, որ մենք փաստում ենք, որ անհնարին է օրենքով ինչ որ մեկն արդարանալ։ Եվ դա հաստատում է, որ մենք եւս գայս ենք այն համոզմունքի կամած, որ ինչ որ արենք Քրիստոսի շնորհքին ենք պարտական։ Ամեն։ Հալելույա։ Հալելույա։ Քրիստոսի հարության շնորհիվ մենք նոր արարածներ դարձանք, ասա նոր արարած։ Դա նշանակում է, որ արարիչ Աստվածը մեր Աստվածն է։ Ամեն։ Արարիչը մենք արարչի կողմից նորից արարվեցինք։ Լավ։ Մենք արարվեցինք Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ամեն։ Քրիստոսի հարության շնորհիվ մենք կոչվում ենք փրկագնված ժողովուրդ եւ դա նշանակում է, որ Տերն է մեր Աստվածը, ամեն։ Քրիստոսի հարության շնորհիվ մենք կոչվեցինք Աստծո որդիներ եւ դա փաստացիորեն նշանակում է, որ արարիչ Աստված եւ մեր Տեր Աստված մեր երկնային հայրն է։ Ասելով, որ թող Աստծո շնորհքը եւ խաղաղությունը լինի ձեր կյանքում, առաքյալը շեշտադրում է արարիչ Աստված, Հայր Աստված եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսը թող իր շնորհքը եւ խաղաղությունը առատապես թափեն ձեր վրա։ Բայց դա երբ որ այս կետերը քայլ առ քայլ մենք կվերապրենք մեր կյանքում, ոչ միայն կիմանանք, այլ կվերապրենք մեր կյանքի մեջ։ Ամեն։ Հալելույա։ Մենք նորովի արարվեցինք, փրկագնվեցինք եւ Աստծո որդիներ կոչվեցինք, լավ, ընդունելով Աստծո շնորհքը, խաղաղությունը եւ դա հենց փաստում է Հիսուս Քրիստոսի հարությունը։ Մենք հարության շնորհիվ ձեռք բերեցինք այդ ամենը, ամեն։ Գիտես, որ Աստված արարել է ամենքին, բայց Քրիստոսին ընդունելով մենք ամենքս դառնում ենք նոր արարած։ Քանի դեռ մենք Քրիստոսին չենք ընդունել, դա նշանակում է, որ մենք հին ուխտի մեջ ենք եւ կոչվում ենք հին արարածներ, բայց երբ որ ընդունեցինք Քրիստոսին, նոր ուխտը մեզ կոչեց նոր արարածներ, նորովի արարվեցինք եւ այս արարված լինելը ապահովում է մեր փրկագնված լինելը, որդեգրված լինելը, ամեն։ Դա հաստատում է, որ մենք արդեն ընդունել ենք ավետարանի բերած Քրիստոսի բերած շնորհքի լիությունը։ Գաղատացիների 1:4 ենք։ Եթե չես ձանձրացել, շարունակենք։ Գրված այսպես. Քրիստոսը ինքը իր անձը զոհաբերեց մեզ համար։ Ոչ ոք նրան չպարտադրեց։ Այն ծառայությունը, որի համար ինքն եկել էր իրականություն դարձնելով, ոչ ոք նրան չպարտադրեց, նա պարտադրված չարեց, նա սիրուց դրդված արեց։ Ամեն։ Ոչ ոք չկարողացավ նրան տիրել եւ ստիպել, որ դա անի, գրված է Հիսուս Քրիստոսը ինքը իր անձը զոհաբերեց մեզ համար, որպեսզի Հայր Աստծո կամքի համեմատ լսեք, ազատի մեզ այս չար աշխարհի ներգործությունից, գերությունից եւ կործանումից։ Հիսուսը կարդացինք, որ մեզ ազատել է օրենքի անեծքիցը, հիմա էլ նորից կշեշտենք, բայց տեսնում ենք, որ 1:4 արդեն իսկ առաքյալը, որպես իր խոսքի նախաբան, շեշտադրում է, որ ինքը Քրիստոսը իր անձը զոհաբերեց։ Քանիսս կարող ենք մեր անձերը ընծայենք Աստծուն։ Զոհաբերել նշանակում է ընծայված լինել, ամեն։ Դա խոսում է Հռոմեացի 12-ի 1:2-ում, որ ընդունած լինելով Աստծո զոհը, դուք ինքներդ ձեր անձերը ընծայեք Աստծուն որպես սուրբ եւ կենդանի զոհ, որն էլ ձեր ամենակարևորագույն պաշտամունքն է Աստծո առաջին։ Այսինքն առանց անձի զոհաբերության ընծայման, ինչ ուզում ես արա, մեկը դա չի կարող լինել լավագույն պաշտամունքը քո մատուցված։ Այլ միայն քո անձի ընծայված լինելուց հետո
Դրա համար այստեղ շեշտադրվում է Հիսուսը ասա ինքն իր անձը զոհաբերեց նպատակը որ Աստծո կամոք այսինքն Հիսուսի զոհաբերությունը ամբողջությամբ հիմնված էր Աստծո կամքի վրա մեր գործունեությունները հիմնված են Աստծո կամքի վրա մենք կարող ենք ասել Աստված կամենում է այս կամենում է այն դիմացին համոզենք այսպես բայց մեր ներսում որքանով ենք վստահ որ Աստված կամենում էր որ մենք դա անենք Արդյոք դա արեցինք Աստծո կամքի համաձայն թե արեցինք մեր կամքի համաձայն դա լինի ծառայություն եւ ամեն մի գործունեություն է բայց այստեղ գրված է որ Հիսուսը Աստծո կամքի համաձայն հոնարեցրեց իր անձը ընծայեց զոհաբերեց իր անձը որպեսի մեզ ազատի ասա չար աշխարհի ներգործություններից գերությունից եւ կործանումից ամեն Քաղցր ջան բա ինչի ենք շարունակում մնալ այս չար աշխարհի ներգործությունների մեջ կարծես թե այնպես որ իսկի չենք հավատացել կամ չենք ընդունել Քրիստոսի գործունեությունը մեր կյանքում Ինչի որովհետև ամեն բան կախված է մարդկային համոզմունքներից սկզբունքներից մտածելակերպից Դրա համար շատ լավ կլինի որ մենք ասելով ամեն բան նոր եղավ ընդունենք որ նոր ուխտը մեր կյանքում բերեց նոր միտք, նոր հասկացողություն, նոր ընկալում, ավետարանի հիման վրա, նոր ճանաչողություն, մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի միջոցով, մեր արարիչ Աստծուն եւ մեր երկնային Հոր նկատմամբ, ալելույա, ամեն։ Դժվար ես ասում ամեն։ Ուրեմն, այս չար աշխարհը ըստ Եփեսացիների 2-րդ գլուխ 2-րդ համարի համարվում է ոգեղեն աշխարհին ներգործությունները եւ որտեղ գործում են սատանայական եւ դիվայի ներգործությունները, որն էլ ներգործվում է անհնազանդ մարդկանց միջոցով։ Միևնույն ժամանակ այս չար աշխարհի ներգործությունները գործում են, լսեք, օրենքի եւ կրոնի միջոցով, տարբեր վախերի եւ կիսաճշմարիտ կարգավիճակների միջոցով։ Եվ կան գոյություն ունեն ճշմարտանման համոզմունքներ, որոնք ճշմարիտը չեն, բայց դա ճշմարտանման է։ Դա կիսաճշմարտությունն է կոչվում։ Իսկ կիսաճշմարտությունը չի կարող բերել ու իրականացնել մեր կյանքում այն ամենը, ինչ որ ավետարանն է ասում, որ մեր կյանքում արդեն արված է։ Համաձայն ես, կան ճշմարտանման համոզմունքներ եւ կան ճշմարտության կարգավիճակ ձեռք բերած կեղծ ու սխալ սկզբունքներ։ Արդեն իսկ մենք այնքան ենք կենտրոնացել այդ ոչ առողջ ավետարանի բերած մտքերի վրա, որ դրանք մեզ համար դարձել են ճշմարտության կարգավիճակ ձեռք բերած համոզմունքներ, բայց դրանք ճշմարտությունը չեն։ Օրինակ, քանիսներս ենք համոզված, որ մինչև կատարյալ չափաշխարենք Աստված մեզ չի բժշկի։ Դա ճշմարտանման համոզմունքներ են, որոնք ձեռք են բերել ճշմարիտ անվանումը, բայց ճշմարտությունը չի։ Որտեղ է գրված, որ մինչև կատարյալ չդառնաս Աստված քեզ չի բժշկի։ Ուզում եմ ասել, որ այսպիսի շատ ու շատ մտքեր, հասկացություններ ու սկզբունքներ կան մեր մեջ, որ մենք ընդունել ենք որպես ճշմարտություն, բայց դա սխալ է։ Եվ նաև գործում է, ուրեմն տարբեր ծիսակատարությունների միջոցով այդ չար աշխարհը գործում է տարբեր ծիսակատարությունների միջոցով եւ մեզ կտրում ու զրկում է բուն Քրիստոսից։ Մարդիկ կան, որ այսպես են մտածում. մինչև ես չանեմ այն, ինչ որ ուզում եմ անեմ, թեկուզ դա լինի ծառայություն եկեղեցում, ես չեմ կարող վայելեմ Աստծո օրհնությունը, բայց քաղցր ջան, դու ես դա ուզում անել, թե Աստված է քեզ դրել դա անելու։ Դա նախ որոշի, դա նախ ճշտի, հետո տեսնենք ուզում ես անել, թե ոչ։ Համաձայն ես։ Գաղատացիների 3 գլխում ենք 13-14։ Քրիստոսը իր խաչի մահով ազատեց մեզ օրենքի անեծքիցը, ամեն, որպեսի նպատակը որն է, քանիսներս ենք ասում, որ մենք ազատված ենք օրենքի անեծքիցը, ասում է որպեսի բոլորս էլ ընդունենք Աբրահամի խոստացված աստվածային ամբողջ
օրհնություններն ու խոստումները։ Ընդունենք, դաշնակցումը վերապրենք։ Եթե մենք գիտակցում ենք, որ Քրիստոս իր խաչի մահովը ազատել է մեզ օրենքի անեծքից, գիտակցում ենք, որ այլևս ոչ մի խոչընդոտ արգելք չի կարող դուրս գալ մեր առջև, որին չկարողանանք մենք հաղթահարենք Հիսուս Քրիստոս անունով, իշխանությամբ, զորությամբ, լավ։ Այստեղ գրված է, որ նա արեց դա, որպեսզի բոլորս, ասա բոլորս, վերապրենք Աստծո բոլոր խոստումներն ու օրհնությունները, որ տրվեցին Աբրահամին, եւ շարունակությունում ասում է, եւ հավատալով Քրիստոսին ընդունենք Սուրբ Հոգին։ Այն որ ես ու դու ընդունել ենք Սուրբ Հոգին, դա փաստում է, որ մենք հավատում ենք ավետարանի ճշմարտությանը, եւ քանի որ մենք ընդունել ենք Սուրբ Հոգին, ավետարանի ճշմարտությանը հավատալով, ինչի ենք ուզում մնացած օրհնությունները ձեռք բերենք, արժանացված լինելով օրենքի գործածումներով։ Բարձր ասա, հետո, շատ լավ, ուրեմն, 5 գլուխ 4 համար, եթե մեկը գաղատացիներում ենք, եթե մեկը փորձում է օրենքի գործածությամբ արդարանալ, ուրեմն նա խափանված է Քրիստոսից եւ զրկված Քրիստոսի բերած շնորհքից։ Բառացիորեն, ով որ փորձում է օրենքի գործածումով արդարանալ, նա ինքը մերժում է Քրիստոսին, ասում է Քրիստոսից խափանված, այսինքն այն հաղորդակցությունից կտրված է եւ զրկված է ավետարանի բերած շնորհքից։ Ով այն մարդը, որ լրջորեն հակառակա Քրիստոսի խոսքին, որ լրջորեն դեմ է եկեղեցու գործունեությանը, ոչ, այն մարդը, ով որ փորձում է օրենքի գործածումով արդարանալ Աստծո առաջին։ Ինչ ես անում քաղցր ջան, որ վաղը դու արդար կանգնես Աստծո առաջին։ Հա? Ինչ որ բան նախասահմանել ես անելու, այո։ Իմ նախասահմանությունը կայանում է սրանում, որ իմ հավատքս լրջորեն կենտրոնացնեմ ավետարանի բերած խոսքի վրա, որ ամբողջությամբ վայելեմ Աստծուց շնորհված բոլոր խոստումներն ու օրհնությունները իմ կյանքում, ընտանիքում, ծառայությունում, երկրի մեջ, ազգի մեջ, ամեն։ Ամեն։ Հիսուսի զորավոր անունով։ Տասնհինգն եք կարդում։ Հատա Գաղատացիների 6-րդ գլուխ 14-15։ Պողոս առաքյալը ասում է, որ Քրիստոսի խաչից բացի որևիցե մի ուրիշ բան չկա, որով ես կպարծենամ։ Քրիստոսի խաչից բացի որևիցե բան չկա, որով ես կպարծենամ։ Ամեն։ Բայց մենք ամեն բանով պարծենում ենք բացի Քրիստոսի խաչից։ Ես գնացի, ես աղոթեցի, ես արեցի, ես խոսեմ ժամուկես, ասեմ մենակես, բայց խաչն ուր մնաց, քաղցր քո կյանքից ուր մնաց խաչը։ Այստեղ առաքյալն ասում է, ուրիշ ոչ մի բան չկա, որով ես կարող եմ պարծենալ բացի Քրիստոսի խաչից։ Ինչու՞ ասում է իմ խաչից։ Ինքն ասում է Քրիստոսի խաչից։ Ամեն։ Նրա խաչից բացի ուրիշ մի բան չկա, որով ես պարծենամ։ Եվ ասում այդ նույն խաչի միջոցով, նույն, այսինքն Քրիստոսի խաչի, իրա չէ, Քրիստոսի խաչի միջոցով աշխարհը ասում է իմ համար խաչված է։ Եվ ես եմ այդ նույնը, այսինքն Քրիստոսի խաչի վրա եմ խաչված։ Ոմանք խաչված են Քրիստոսի այն կողքում խաչված ավազակի խաչի վրա։ Դու կզարմանաս, բայց ասեմ քեզ, ամեն մի խաչից մի ձայն էր արձակվում, լավ, օրինակ Քրիստոսի խաչից արձակվում էր հայր, ներիր նրանց, որովհետև չգիտեն ինչ են անում, ամեն։ Այն ավազակի, որը ապաշխարության խաչն էր կոչվում, արձակվում էր, Տեր, ներիր ինձ եւ հիշիր ինձ քո փառքով գալու ժամանակում։ Իսկ մյուս խաչից մեղադրանք, բողոքարք, դատապարտություն։ Հիմի ինչ որ բխում է քո կյանքից, փաստում է թե դու որ խաչի վրա ես քաղցր ջան։ Իմացար դրա համար չես ասում ամեն։ Ուրեմն այստեղ ասում է, որ ես այդ նույն խաչի վրա խաչված եմ, նույն, այսինքն Քրիստոսի խաչի։ Ամեն։ Եվ հետո շարունակում է, որովհետև Հիսուս Քրիստոսի մեջ
ոչ թրպատությունն է մի բան, ոչ անթրպատ լինելը, Հիսուս Քրիստոսի մեջ ոչ այս անելն է մի բան, ոչ այն անելը, Հիսուս Քրիստոսի մեջ կարևորը դա նոր արարած, նոր ստեղծագործության լինելն է, ամեն, ասա նոր ստեղծագործություն, հարազատս կարծես թե արժեքազրկված բառ եմ ասում, բայց իրականում Աստվածաշունչը շեշտադրում է, որ սա կատարվեց Հիսուս Քրիստոսի մահվան եւ հարության շնորհիվ եւ մենք դարձանք նոր ստեղծագործություն, որով ձեռք բերեցինք որդեգրություն, փրկագնումը, նոր, այսինքն ավետարանի ամբողջական օրհնությունները, պատվական խոստումները, ամեն։ Հալելույա։ Այսպիսով, այս ամեն մի խոսքերով հանդերձ, Սուրբ Հոգու մղումով Պողոս առաքյալը գրում եւ շեշտադրում է, որ Քրիստոսի եկեղեցին պիտի մերժի, հրաժարվի, ազատագրվի հուդայականությունից ձևավորված օրենքի գերությունից եւ եկեղեցին պիտի կենտրոնանա եւ հաստատվի Քրիստոսի խաչով եղող շնորհքի վրա եւ ավետարանի բերած ճշմարտության վրա։ Եկեղեցի պատրաստ ես դա անելու։ Տնաշեն նենց ես լրում ոնց որ քահանան հարցնի հնազանդ ես։ Բայց իրականում Սուրբ Հոգու մղումը կայանում է սրանում, որ յուրաքանչյուրս, որ ընդունել են Քրիստոսին, մերժենք եւ հրաժարվենք հուդայականությունից ձևավորված օրենքի կիրառումներից։ Ամեն, այսօր են շատ ու շատ մարդիկ անկեղծորեն նվիրված են Աստծուն եւ նվիրված են ավետարանի գործին, բայց ցավոք սրտին նրանք մոլորված են կեղծ համոզմունքներով, գաղափարախոսություններով եւ փիլիսոփայություններով, նրանք տրված են կիսաճշմարիտ եւ կրոնական սկզբունքներին, որոնք որևիցե մի ընդհանուր կապ չունեն հարություն առած Քրիստոսի հետ, նոր ստեղծագործության հետ եւ ավետարանի բերած շնորհքի հետ։ Նոր ստեղծագործությունը հիմնականում ձևավորված եւ կառուցված է աստվածային որդեգրության վրա։ Ամեն։ Եվ եթե մենք ընդունել ենք որդեգրությունը, ապա արդեն նոր ստեղծագործություն ենք։ Համաձայն չես դրա։ Դա ավետարանն է փաստում, քաղցր ջան։ 3-րդ գլուխ Գաղատացիների 26-ը։ Հավատալով Քրիստոսին, մենք բոլորս դարձանք Աստծո որդիներ։ Ինչպես դարձանք Աստծո որդիներ։ Ով ունի այդ փաստաթուղթը։ Ով ունի այդ կնիքը։ Կնիքը դա լավագույն փաստաթուղթն է։ Հասկանում ես, կնիքը չի կարող լինել միտեղ, որտեղ փաստաթուղթ չկա։ Կնիքը փաստում է փաստաթուղթը, որ դա իրական ճշմարիտ է, այդ փաստաթուղթը պատկանում է այսինչ թագավորությանը։ Եվ Աստված գրված է, որ մեզ կնքեղ Սուրբ Հոգու կնիքով եւ մենք պատկանում ենք այս խոսքի հիման վրա, պատկանում ենք մեր երկնային Հորը, որ մենք Գաղատացիների 3:26 հավատալով Քրիստոսին դարձանք Աստծո որդիներ, ոչ թե օրենքի գործածությունով, ոչ թե օրենքի կետերի կիրառումով, այլ հավատքով։ Հավատալով, որ ոչ թե ուղղակի օդի մեջ հավատալով, այլ հավատալով ավետարանի բերած Հիսուս Քրիստոսի։ Ամեն։ Եկեք մի քիչ շարունակենք։ 4-րդ գլուխն ենք 5-ից 7 համարները։ Քրիստոսը եկավ եւ փրկեց մեզ օրենքի անեծքիցը։ Հետաքրքիր է քեզ այս խոսքերը։ Փրկեց մեզ օրենքի անեծքիցը եւ մեզ դարձրեց Աստծո որդիներ։ Եվ քանի որ մենք արդեն Աստծո որդիներ ենք, Աստված իր որդու հոգին ներդրեց մեր մեջ, որովհետև մենք աղաղակում ենք Աբա Հայր, ուրեմն դուք այլևս ծառա չեք, այլ որդիներ, եւ քանի որ որդիներ եք, ուրեմն ժառանգորդներն եք Աստծո եւ բոլոր խոստումների եւ օրհնությունների, որ Աստված խոստացավ եւ տվեց Աբրահամին։ Նոր ստեղծագործություն եղող անձը, որ մենք ենք, առաջնորդվում է Սուրբ Հոգով եւ հավատքով։ Քանիսներս ենք առաջնորդվում Սուրբ Հոգով եւ հավատքով։ Նոր ստեղծագործություն, նոր ստեղծագործ անձը, ստեղծագործված անձը դու քո վրա գիտակցում ես, չէ՞ որ դու դա ես։
պիտի որ առաջնորդվի Սուրբ Հոգով եւ հավատքով։ Եթե նա չի առաջնորդվում Սուրբ Հոգով եւ հավատքով եւ որի հավատն էլ պիտի հենված լինի Աստծո խոսքի վրա, դա նշանակում է ինքը թեպետ այդ անձն է, բայց չի կարող ամբողջությամբ վերապրել նրան պատկանող լիարժեք օրհնությունները։ Եվ տվյալ անձը, այսինքն նոր ստեղծագործություն եղողը, հրաժարվում է մարմնավոր, կորստաբեր, խաբուսիկ, ժամանակավոր մտածելակերպից, սխալ համոզմունքներից եւ մարդկային ցանկություններից։ Նոր արարածների հետ եմ խոսում ես, նոր ստեղծագործություն, հալելույա։ 5:6 Եվ հիմա Քրիստոսի մեջ լինելով ոչ թլպատությունն է կարևորվում եւ ոչ անթլպատ լինելը, այլ կարևորը սիրով գործադրված հավատքն է։ Երբ որ դու այս խոսքերը կարդում ես, քո ներսում ինչ որ մի կրակ չի բորբոքվում, դու չես գիտակցում, որ Աստված սա արել է ոչ թե քո դեմ դուրս գալով, այլ սա արել է հենց քեզ համար։ Ամեն։ Ուրեմն 5:6 Հիսուս Քրիստոսի մեջ լինելով ոչ թե թլպատությունն է կարևորվում եւ ոչ էլ անթլպատ լինելը, այլ սիրով գործադրված հավատքը։ Ուրեմն եկեք, որ մենք ամենքս նոր ստեղծագործություն լինելով հանդերձ սիրով գործադրենք մեզանում եղող ճշմարիտ հավատքը եւ դա հենված պիտի լինի Աստծո խոսքի վրա։ Հռոմեացիների 8:14-17 Ոչինչ մի քիչ դիմացի, որովհետեւ նոր ստեղծագործություններն ունեն լուրջ դիմացականություն։ Ուրեմն այստեղ գրված է Աստծո որդիները Հռոմեացիների 8:14-17 Աստծո որդիները վարվում են Աստծո հոգով, ղեկավարվում են, առաջնորդվում են Աստծո հոգով։ Եվ իմացած եղեք, որ ձեզ ծառայության հոգի չտրվեց, որ դարձյալ վախենաք։ Այսինքն վախը, որ տենաս ես յարաբի ես կփրկվեմ, ես չգիտեմ, վախը դա Աստծո հոգուց չի։ Եվ գրված է ձեզ ծառայության, ուրեմն վախը ծառայության հոգուցն է։ Ձեզ ծառայության հոգին չտրվեց, որ դուք դարձյալ վախենաք, այլ որդեգրության հոգին տրվեց, որով աղաղակում եք Աբբա Հայր։ Ամեն։ Եվ այդ նույն հոգին, Աստծո հոգին, մեր հոգու մեջ վկայում է, փաստում է եւ հաստատում է, որ մենք Աստծո որդիներ ենք։ Ով է ձեզ փաստում, վկայում կամ հաստատում, որ դուք Աստծո որդիներ եք, եթե ոչ Աստծո Սուրբ Հոգին։ Եթե կա այդ վկայությունը, ամբողջ աշխարհն էլ դեմ կանգնի, դու պիտի կանգնես այդ Սուրբ Հոգու վկայության վրա, որ դու Աստծո որդին ես։ Ամեն։ Եվ եթե որդիներն ենք Աստծո, ուրեմն դա նշանակում է, որ նաև ժառանգներն ենք Աստծո բոլոր խոստումների եւ օրհնությունների եւ շարունակում է, եւ ժառանգակից ենք Հիսուս Քրիստոսի հետ։ Հասկանում ես այդ ինչ է նշանակում։ Ժառանգակից Հիսուս Քրիստոսի հետ։ Ամեն։ Եվ գրված է ինչպես Քրիստոսն է երկնքում, հոր առաջում, այնպես դու։ Դա նշանակում է, որ դու ժառանգակիցն ես Քրիստոսի հետ։ Ամեն։ Գաղատացիների գրքում, լսեք, 23 անգամ շեշտադրված է հավատք բառը։ Ասա հավատք։ 5 անգամ խոսվում է Սուրբ Հոգու գործունեության մասին։ 8 անգամ շեշտադրված է Քրիստոսով եղող շնորհքի մասին։ Լսի, 37 անգամ Գաղատացիների գրքում, որը 6 գլուխ ունի, 37 անգամ շեշտադրված է Հիսուս Քրիստոս անունը, որի շնորհիվ էլ մենք շարժանգում ենք այս որդեգրությունը, որի անվան առաջին էլ ցում կացրում զորություններ, տերություններ, պետություններ, երկնքում եւ երկրի վրա եղող։ Ամեն։ Ամեն։ Եվ իմի այս համարն էի ուզում կարդայի, քարոզեի, դրա համար այս ամենը նախաբան եղավ, լսեք։ Գաղատացիների 6-րդ գլուխ 16-17 համարը, լսեք ու ֆիքսեք։ Ովքեր որ այս կանոնին, այս սկզբունքին, այս ճշմարտությանը համեմատ են վարվում, ովքեր որ այս կանոնին, այսինքն ինչ որ գրվեց, այս սկզբունքներին, այս ճշմարտությանը համեմատ են վարվում, նրանց վրա լինի Աստծո խաղաղությունը եւ Աստծո շնորհքը նրանց հոգու հետ լինի, ալելույա, ամեն։ Կանիստերս ենք ուզում Աստծո խաղաղությունը եւ Սուրբ Հոգու բերած շնորհքի լիությունը, ովքեր որ այս կանոնի, այսինքն ավետարանի սկզբունքներով, ոչ թե մեր հասկացողությամբ, մեր գիտակցությամբ, մեր բնավորությամբ, մեր փորձառությամբ, այլ այս
կանոնակարգի համաձայն վարվող անձի կյանքում լինի Աստծո շնորհքը եւ Հիսուս Քրիստոսի ուրեմն խաղաղությունը։ Կարող ես քո մեջ որոշում կայացնել, որ այլևս գեթ մեկ վայրկյան ականջ պիտի չտաս այլախառն ավետարանին։ Ամեն։ Ուրեմն գանք Տիրոջ առաջ, նախ շնորհակալություն, գոհություն հայտնենք Աստծուն Հիսուս Քրիստոսի անունով, որ Սուրբ Հոգու միջոցով այս ամենը հասանելի է դարձրել մեզ, ամեն, եւ ասենք այո Տեր, մենք մեր սրտում գոհանում եւ շնորհակալություն ենք հայտնում քեզ, միևնույն ժամանակ մենք կարիքն ունենք, որ Սուրբ Հոգին մեզ օգնի եւ մեր կյանքում միջամտի, որ մենք կարողանանք ամբողջությամբ վերապրել եւ վայելել այս ամեն օրհնություններն ու խոստումները հենց այս կանոնակարգի համաձայն, հենց այս ճշմարտության համաձայն Հիսուս Քրիստոսի զորավոր անունով եւ մենք կտեսնենք Աստծո սիրո քաղցրությունը, շնորհքի լիությունը, հոգու զորությունը, խոսքի հայտությունը եւ մնացած բոլոր խոստումները, որ խոստացված են Աստծո կողմից եւ օրհնությունները, որ տրված են հավատացողներին, կլինի իմ ու քո կյանքում Հիսուսի զորավոր անունով, ոչ թե գիտության մեջ կլինի մեր առօրյա կյանքում, մեր կյանքի կիրառման մեջ, մեր հարաբերությունների մեջ եւ մենք մեր կյանքում կվայելենք այն, ոչ թե խոսքով, այլ իրական փաստացի կյանքով կվայելենք։ Ամեն։ Գանք եւ մեր սրտի գոհություն ու շնորհակալություն հայտնենք Աստծուն։ Ասենք այո Տեր։